I think so, because signing of Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ըստ էության բացառել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակումը։ Նա հաստատել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը բարձրացրել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը, ինչին ի պատասխան ինքը ներկայացրել է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ալիևը նշել է, որ արցախցի պաշտոնյաները ձերբակալվել են ռազմական գործողության արդյունքում եւ կանգնել արդարության առջև, նրանց անվանելով ապօրինի անջատողական ռեժիմի առաջնորդներ եւ ռազմական հանցագործությունների գաղափարախոսներ։ Մերժելով ներում շնորհելու կամ որևէ մարդասիրական ժեստ անելու հնարավորությունը, նա կատարվածը համեմատել է Նյուրնբերգյան դատավարության հետ, պնդելով, թե Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործություններն ավելի վատն են եղել, քան նացիստների արածը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ալիևը խոսելով դատավարության մասին, թաքցնելով իրականությունը նշել է, որ նիստերը եղել են բացարձակ թափանցիկ եւ մեղադրյալները ապահոված են եղել փաստաբաններով, իսկ նրանց մեղքը իբրև ապացուցվել է բազմաթիվ վկայություններով։ Անդրադառնալով Արցախը լքած հայերի վերադարձի իրավունքին, Ալիևը շեշտել է փոխադարձության սկզբունքը։ Նա հայտարարել է, որ վերադարձի հարցը կդիտարկվի միայն այն դեպքում, եթե նույնպիսի հնարավորություն տրվի 100 հազարավոր ադրբեջանցիներին, որոնք ըստ նրա արտաքսվել են մեջբերում այսօրվա Հայաստանի տարածքից։ Բոլորն էլ մի օր վերադառնալու են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի խաղաղություն, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվում հայ գերիների ազատ արձակման մասին։ Ինչպես ժամանակին, ասում 200-ին հասնող մարդիկ կային, եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում են, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Ալեն Սիմոնյանը սակայն չի մեկնաբանել Ալիևի Արցախի ղեկավարներին հանցագործության համար մեղադրելու հայտարարությունները։ Չնայած գերիների ազատ արձակման վերաբերյալ ժամկետներ նշված չեն, խորհրդարանի նախագահը շարունակում է հույս տալ, որ ամեն ինչ անելու են մինչև վերջին գերուն հայրենիք վերադարձնելու համար։ Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրությունում, հաջորդ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, Մյունխենում հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա համոզմամբ Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտ է, մասնավորապես անկախության հռչակագրի այն դրույթը, որը ներառում է Արցախի եւ Հայաստանի միավորման մասին ձևակերպում։ Առանց համապատասխան դրույթի փոփոխության խաղաղության համաձայնագիրը չի կարող ստորագրվել։ Իսկ Երևանում ԿՊԱ-ական падգամավոր Սերգեյ Բագրատյանին հարց են ուղղել, ինչ տեսակետ ունի Ալիևի դիրքորոշումների եւ բացեի բաց Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու վերաբերյալ։ Բագրատյանը պատասխանել է. Համամիտ է, որ սահմանադրությունում կան խնդրահարույց կետեր եւ ենթակա են փոփոխության։ Նա նաեւ նշել է, որ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից։ Բոլորս գիտենք, որ սահմանադրության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան եւ նոր սահմանադրության հետ նաեւ պայմանավորված հանձնաժողովը ստեղծել, որը աշխատում է, բայց թե ինչքան կաշխատեն, երբ կավարտվեն, ես չեմ կարող ասել։ Վերադառնալով Մյունխեն, Ալիևը հավելել է նաև, որ տեղյակ է Հայաստանում սպասվող ընտրությունների մասին։ Եթե բոլոր հարցերը կարգավորվեն, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հենց այս տարի։ Մարտից կխստացվեն սննդի առաքման ծառայությունների նկատմամբ վերահսկողությունները։ ՍԱՏՄ ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է, որ քաղաքացիները հիմնականում դժգոհում են առաքված մթերքի անպատշաճ որակից, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներից եւ առաքման ոչ բավարար պայմաններից։ Մարտից տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են լինելու առաքիչների սանիտարական գրքույկների առկայությունը եւ նրանց պարբերական բժշկական զննության ենթարկված լինելու փաստը։ Ընդ որում աշխատակցի առողջական վիճակի համար պատասխանատվություն է կրելու տնտեսվարողը, թերացումների դեպքում տուգանվելու են հենց ընկերությունները։ ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է լինելու նաև տեղափոխման միջոցների, մասնավորապես մոտոցիկլետների վրա տեղադրված առաքման արկղերը, որոնք պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին։ Անդրադառնալով ոլորտում ներգրավված մեծաթիվ միգրանտների վերաբերյալ մտահոգություններին, ՍԱՏՄ պաշտոնյան ընդգծել է, որ նրանք նույնպես պարտավոր են ենթարկվել մեր երկրի օրենսդրությանը, անցնել բժշկական ստուգումներ եւ ստանալ սանիտարական գրքույկ նախքան աշխատանքի անցնելը։
Փետրվարի 14-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Տյառն Ընդառաջի տոնը։ Այն նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր անց, որպես մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոն։ Սուրբ Պատարագ է մատուցվում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխարհի հայ առաքելական բոլոր եկեղեցիներում։ Պատարագիչի օրհնությունից հետո նախօրեին առաջինը միշտ վառվել է եկեղեցու բակի խարույկը։ Կրակի շուրջ նախ պտտվել են նորապսակ զույգերը, ապա հավաքված ամբոխը։ Կրակի վրայով ցատկել են բոլորը, հավատում էին կրակի զորությամբ կբուժվեն հիվանդությունները, ազատվեն չար ուժերից։ Տյառն Ընդառաջին վառվող խարույկը տարիներ շարունակ Գառնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարել։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը կամ վառելիքը բերել են նոր նշանված կամ նորապսակ երիտասարդները։ Իրանի գահընկեց վերջին շահի որդին Ռեզա Փահլավին Մյունխենի համաժողովում անդրադարձել է երկրում տիրող աղետալի իրավիճակին։ Նրա խոսքով փողոց դուրս եկած ցուցարարները բախվել են ծայրահեղ բռնաճնշումների, որոնք հասել են ցեղասպանական մակարդակի։ Իշխանությունները մարդկանց կրակում են, հետապնդում, նույնիսկ հիվանդանոցներում եւ բանտերում, բռնության ենթարկում կանանց։ Փահլավին նշել է, որ վարչակարգը Աֆղանստանից, Իրաքից եւ Լիբանանից վարձկաններ է ներգրավել սեփական ժողովրդին ճնշելու համար, քանի որ շատ իրանցի զինվորներ հրաժարվել են համագործակցել եւ նույնիսկ պահանջի են ենթարկվել դրա համար։ Այս իրավիճակում իրանցիներն ակնկալում են միջազգային հանրության մարդասիրական միջամտությունը։ Փահլավիի պնդմամբ դա անհրաժեշտ է անզեն քաղաքացիների համար հավասար պայմաններ ստեղծելու եւ հետագա անմեղ զոհերից խուսափելու համար։ Նա շեշտել է, որ ազատության համար պայքարն այլընտրանք չունի եւ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների։ Խոսելով տարածաշրջանային կապերի մասին, Ռեզա Փահլավին առանձնացրել է Իսրայելի հետ հարաբերությունները, հիշեցնելով Կյուրոս Մեծի ժամանակներից եկող պատմական եւ աստվածաշնչյան կապը։ Իսրայելը կարող է առանցքային դեր խաղալ Իրանի ջրային ճգնաժամի լուծման հարցում, քանի որ ունի լավագույն մասնագետները, շեշտել է նա։ Ինչ վերաբերում է իր անձնական հավակնություններին, Փահլավին հայտարարել է, որ չի ձգտում իշխանության կամ թագի։ Նա միայն ցանկանում է օգնել իրանցիներին ստեղծել ազատ եւ ժողովրդավարական երկիր։ This is crazy war of Russians against just people. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Թրամփը փոխզիջում է ցանկանում, սակայն իրենք բավական փոխզիջումների արդեն իսկ գնացել են։ Դրանցից գլխավորն այն է, որ Պուտինը եւ իր ընկերները բանտում չեն։ Ռուս-ուկրաինական արդեն 4 տարի ձգվող հակամարտության վերաբերյալ աշխարհամասի մյուս կողմում Դոնալդ Թրամփը արտահայտել է իր դիրքորոշումը։ Նա շեշտել է, Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի, քանի դեռ Ռուսաստանը պատրաստ է գնալ գործարքի։ Նա կամ քայլեր կձեռնարկի, կամ այս հիանալի հնարավորությունը բաց կթողնի։ I think Putin also Անդրադառնալով հրադադարի վերաբերյալ հարցին, Ուկրաինայի նախագահը նշել է, որ իրենք ընդունել էին այն եւ մերժում ստացել Ռուսաստանից։ Զելենսկին հեգնել է Ռուսաստանի նախագահին, մեջբերում. «Ես Պուտինից երիտասարդ եմ եւ սա կարեւոր է։ Նա շատ ժամանակ չունի մտածելու»։ We are connected culturally. We want Europe to be strong. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններում վիճելի թեմաները կրճատվել են, սակայն մնացել են ամենաբարդերը։ Նա հաստատել է, որ բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 17-ին։ Թեև Վաշինգտոնը վստահ չէ, թե որքան լուրջ է Ռուսաստանը վերաբերվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին։ Խոսելով Արևմուտքի մասին, պետքարտուղարը խոստովանել է, որ նախկինում հավատը մշտական խաղաղության սխալ էր եւ անտեսում էր պատմության դասերը։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել իր հզորությունը եւ ցանկանում է դա անել Եվրոպայի հետ սերտ դաշինքով, քանի որ երկու կողմերը կապված են ոչ միայն տնտեսապես, այլև հոգեպես ու ընդհանուր ճակատագրով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է դադարեցնել Մինեսոտա նահանգում ներգաղթյալների դեմ ուժային գործողությունները։ Նահանգում տեղակայված զորքերը կհեռանան հաջորդ շաբաթվա ընթացքում, գրել է Reuters-ը հողմանելով ԱՄՆ ներգաղթի ծառայության ղեկավար Թոմ Հոմանին։ Ներգաղթի դեմ գործողությունների շրջանակում Թրամփը մինչև նախորդ տարվա հունվարի վերջ մոտ 3000 զինված ներգաղթային գործակալ էր տեղակայել Մինեսոտայում։ Գործակալության աշխատակիցները Մինեապոլիսում սպանել էին 2 հոգու, ինչը ողջ աշխարհում զայրույթ եւ բողոքի ալիք էր բարձրացրել։
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ իր կնոջը ձերբակալելու հատուկ գործողության ժամանակ ամերիկյան զինվորականներն օգտագործել են կլոտ արհեստական բանականությունը։ Այս դեպքը տեղի է ունեցել, երբ Պենտագոնը փորձել է համոզել արհեստական բանականության ոլորտի հսկաներին, այդ թվում OpenAI եւ Anthropic ընկերություններին իրենց տեխնոլոգիաները հասանելի դարձնել ռազմական գաղտնի ցանցերում։ Կլոդը ստեղծած Anthropic ընկերության ներքին քաղաքականությունը պաշտոնապես արգելում է իրենց տեխնոլոգիան կիրառել բռնություն գործադրելու, զենք նախագծելու կամ լրտեսության համար, սակայն ընկերությունն արդեն իսկ դարձել է ամերիկյան ռազմական գործողությունների կարևոր մասնակիցը։ Այնուամենայնիվ Սպիտակ տունն ու Պենտագոնը դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։